Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, շատ կարճ նաև որ թեթև ավարտենք հարցազրույցը, էլի քննադատություն կա, որ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում, ինչքան ժամանակ։ Ես ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե որևէ բան անելու համար ձեր ժամանակ չի հերիքում, արթնացեք մի ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնացեք 2 ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, արթնացեք 3 ժամ շուտ եւ իհարկե քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետքա ստեղծել եւ ինչ այլոց դա շատ առողջ է։ Ինչ այլոց ժամանակին ես հիշում եմ ելք դաշինքի ժամանակ համաժողով էինք անում կառավարության նիստերի դահլիճում, եւ այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետքա այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5-ին Հայաստանից, իմ պատկերացած Հայաստանից մի ժամ շուտ։ Եթե պետք է լինի 2 ժամ շուտ կարթնամ։ Իսկ միջարից ասեմ, հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան քնի հաշվին։ Եվ ինչքան ժամանակ է պետք եկել, որ այդպես նվագեք։ Գիտեք, ես չեմ նվագում։ Սկսենք դրանից։ Ես սովորում եմ նվագել եւ ես մասնակցում եմ on-line վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ եւ շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը ինքը չգիտի, ենթադրում եմ, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի, որովհետեւ on-line պլատֆորմ է վճարովի, ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո $250 մեկ տարվա համար վճարել եմ եւ այդ դասընթացներով այդ մոդուլով մասնակցում եմ եւ նրանք ովքեր հետաքրքրված են կարող եմ կիսվել, որովհետեւ ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով եւ իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը 0-ից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել եւ հարվածային գործիքներ նվագել սովորես։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։